Բռնությունը կարմիր գիծ է։ Այդ սկզբունքով է առաջնորդվում ներքին գործերի նախարարության ոստիկանությունը, բռնության ենթարկված անձանց պաշտպանությունը առավել արդյունավետ իրականացնելու գործում ներդնելով առավելագույն ջանք։ Ընտանեկան եւ կենցաղային բռնության դեպքերին առավել արագ արձագանքելու նպատակով ՄԱԿ բնակչության հիմնադրամի եւ ներքին գործերի նախարարության համագործակցության շրջանակում 2025 թվականի հունիսից ոստիկանությունում գործարկվել է Safe-U առցանց անվտանգ բջջային հավելվածը, որն առաջինն է տարածաշրջանում։ Առաջին երկիրը, որտեղ ըստ էության մենք սկսեցինք Հայաստանը եղավ։ Այս պահին մենք շուրջ 7 երկրներում գործունեություն ենք ծավալում, այս տարի եւս 3 երկիր կավելանա։ Մենք սկսեցինք մեր բանակցությունները ոստիկանության, արդեն ներքին գործերի նախարարության հետ։ Բջջային հավելվածը հնարավորություն է տալիս բռնությունից տուժած անձանց կանչ կոճակի միջոցով արագ ահազանգել ոստիկանություն եւ ստանալ համապատասխան աջակցություն։ Հավելվածի տարածվածության դրական տենդենց ունենք, քանի որ 2025-ի հունիս ամսից մինչև դեկտեմբեր ամիսը մենք ստացել ենք համակարգի միջոցով 20 ահազանգ, իսկ դեկտեմբեր ամսից մինչ առ այսօր ունենք արդեն 24 ահազանգ, այսինքն նախորդող 2 ամսվա ընթացքում ավելի շատ ահազանգ ենք ստացել, քան համակարգի գործարկումից հետո առաջիկա 6 ամսվա ընթացքում։ Safe-U բջջային հավելվածի միջոցով կատարված ահազանգն ինքնաշխատ արտացոլվում է ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի ավտոմատացված տեղեկատվական համակարգում, ինչից հետո այն փոխանցվում է ոստիկանության տարածքային ստորաբաժանմանը։ Համակարգի տարածումը ոչ միայն ահազանգման գործիք է բռնության ենթարկված անձանց համար, այլ նաև ոստիկանության համար բավականին մեծ թվային վերլուծական գործիք է։ Պայքարն առավել թիրախային իրականացնելու, խնդիրները ճիշտ գույքագրելու եւ դրանք հասցեավորելու տեսանկյունից։ ՄԱԿ բնակչության հիմնադրամի գենդերային ծրագրերի համակարգող Թագուհի Հարությունյանը նշում է, որ ներքին գործերի նախարարության հետ երկար տարիների համագործակցություն ունեն, իսկ Safe-U-ն դրանցից մեկն է։ Ոստիկանությունը նաև այս հավելվածի ինտեգրման միջոցով հնարավորություն է ունենալու մի շարք տվյալների հասանելիություն ունենալ, ընդհանուր մինչև անձի գեոլոկացիա, որը հնարավորություն կտա ժամանակին եւ պատշաճ աջակցություն տրամադրել։ Բացի դա, հավելվածի ինտեգրումը ոստիկանության օպերատիվ կառավարման համակարգում հնարավորություն կտա նաև պետության կողմից վարվող վիճակագրական պատկերն առավել հստակ իրականացնել։ Հավելվածն անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից անվտանգ է եւ արտահոսքի ռիսկեր չունի։ Բջջային հավելվածն ապահովված է նաեւ անվտանգության գործիքով, որը բռնության ենթարկվածին հնարավորություն է տալիս հեռախոսում թաքցնելու հավելվածը։ Ինչ վերաբերում անձնական տվյալների պաշտպանությանը, քանի որ Safe-U նաև գործում է Եվրոմիությունում, 3 Եվրոմիության երկրներում, նաև ԱՄՆ-ում, բնականաբար այն բոլոր միջազգային խիստ ստանդարտները, որոնք գոյություն ունեն տվյալների պաշտպանության վերաբերյալ եւ նաեւ կիբերանվտանգության, դրանք բոլորը պաշտպանվում են։ Նշված հաղորդումներով ոստիկանության կողմից ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ, դեպքը արձանագրելու, համապատասխան որոշումներ կայացնելու, բռնության ենթարկված անձանց պաշտպանությունը կազմակերպելու համար։ Safe-U-ն ՄԱԿ գլխավոր քարտուղարի կողմից ճանաչվել է թվային հանրային բարիք, ինչը արտաքին նկատմամբ բարձր վստահության մասին է։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը օգտագործելով թվային այս հարթակը շարունակելու է բռնության դեմ հետևողական պայքարը, ձևավորելով առավել անվտանգ միջավայր։